Փաշինյան, շուտով Հայաստանում իմ ընտրություններ են նախատեսվում եւ ըստ տեղեկությունների քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության վերջին նիստում քննարկել էիք նաեւ այդ ընտրությունների վերաբերող հարցեր։ Ընդդիմությունը եւս հայտարարել է, որ նախապատրաստվում է եւ մասնակցելու է այդ ընտրություններին։ Ինչ ակնկալիքներ ունեք եւ այս փուլում ինչ նախապատրաստական փուլում են այս պահին քաղաքացիական պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս համատեքստում վերընտրվելուց հետո դուք հայտարարեցիք այստեղ, որ առաջիկայում շատ են լինելու կառավարության, այսպես ասենք, դաշտային աշխատանքները, երբ դուք պետք է ձեր թիմակիցների հետ գնաք մարզեր եւ բնակիչների հետ խոսեք կոնկրետ խնդիրներից եւ տեղում լուծումներ տաք այդ խնդիրներին, արդյոք այդ մոտեցումը դեռ արդիական է եւ երբ եք պատրաստվում եւ որ համայնքից եք պատրաստվում սկսել այդ աշխատանքները եւ նաեւ ձեր որոշմամբ ստեղծվել է զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, ինչ ակնկալիքներ ունեք այդ հանձնաժողովի աշխատանքներից եւ ինչ ժամկետներում։ Երամսյաց ժամկետը սահմանված, որ առաջարկություն տրվի, առաջարկություններ տրվին, ցավոք երեք նույնպես չգիտեմ հրապարակվել է թե չէ, էլի բանակում միջադեպ ենք ունեցել, դեպքում էլ լրիվ ուրիշ։ Երբ որ մեքենայով, ընդ որում մեքենայով, որը շահագործման ենթակա պետքա չլներ, վրաերթ են ենթարկվել զինվորներ, որոնցից մեկը ցավոք զոհվել է։ Եվ այս դեպքն էլ է նրա մասին, թե մեր խնդիրները ինչ համակարգային նշանակություն ունեն։ Ես հիշում եմ, չգիտեմ այդ մասին հրապարակային առիթ ունեցել եմ խոսելու թե չէ, երբ որ բարեկային ծառայությունը մտնում են, հանրապետությունից տասնյակ տարբեր տեղերից զանգեր է ստանում, որ գյուղում մարդիկ խոտ են տանում, բան այդ մեքենաները պետք չի համարու պահանջել, տեղ զննում պահանջել եւ այլն, բայց գոնե լավ էր, որ մենք այդտեղ բանի չգնացինք եւ ասացինք, չէ, պետքա ի վերջո պետքա վերջ տրվի այդ ամենին, բայց այդքանից հետո sense դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Դա պետքա պարզվի, ինչ էին դրսում, հա? Դա կպարզվի։ Դաշտային աշխատանքները, դաշտային ասելով չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց սկսել ենք մենք արդեն, ես ընտրություններից հետո շաբաթվա մեջ առնվազն մի օր չեմ գալիս այս շենք եւ աշխատում եմ շենքից դուրս տարբեր տեղեր գնալով, մարդկանց հետ շփվելով եւ մի մասը լուսաբանվում է, ինչ որ հատված կա երևի չի լուսաբանվում, այնպես որ դա իհարկե դա շատ կարեւոր բան է։ Նաեւ սկզբունքային է, որ մենք այդ շարունակելու ենք։ Թիմ ընտրություններին ինչ ակնկալիք են ունենում։ Մենք միայն նախորդ նիստին չենք քննարկել։ Նախորդին էլ են քննարկել, նրան էլ հաջորդին էլ են քննարկելու, ենթադրում եմ մյուսին էլ։ Ընտրություններից ակնկալիքը միշտ մեկն է, հնարավորինս հաջող հանդես գալ ընտրություններին։